Պարոն Աշակյան, Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին, խնդրելով աջակցություն ընտրությունների ժամանակ Մոլդովայի օրինակով, ըստ էության սա չհերքեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես է գնահատում իշխանությունների այս քայլը եւ արդյոք սա ուղիղ միջամտություն է արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին։ Այո, միջամտությունը, միջամտության դեմ միջամտություն, քանի որ մեր երկրի իշխանությունները արձանագրել են, որ կա մեր երկրում արտաքին գործերի, արտաքին ուժերի միջամտություն, ըստ երևույթին ոչ ցանկալի միջամտություն։ Ես համարում եմ իսկապես ոչ ցանկալի է մեր գործերին, մեր քաղաքական կյանքին այլ երկրների միջամտությունը, դա անցանկալի է։ Հիմա բալանսը վերականգնելու համար, այսինքն պայմանական ասենք եվրազիական, ասիական կամ ոչ ազատ պետությունների միջամտությունը կա, նրանք ուզում են ունենալ այստեղ Հայաստանի Հանրապետությունում իրենց դաշնակիցներին, իշխանությունում։ Ես ենթադրում եմ, որ բռնապետությունները ուզում են ուժեղանալ, անդամագրել նոր պետության Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ, որ իմ կարծիքով ժողովրդավարական երկիր է, եւ դա միայն իմ կարծիքը չի, ժողովրդավարական երկիրն էլ կոչ է արել, դիմել է ժողովրդավարական երկրներին, որպեսզի նրանք էլ միջամտեն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը դառնում է ասպարեզ, հարթակ երկու ուժերի պայքարի համար։ Բռնապետականները պետք է Հայաստանում պայքարեն դեմոկրատների, ժողովրդավարների հետ։ Մենք էլ հույս ունենք շահել այդ պայքարից։ Ինչպես ենք շահելու, եթե Հայաստանը դառնում է ըստ էության, ինչպես դուք եք նշում, երկու աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմ։ Այո, դառնում է թատերաբեմ։ Դա լավ է, որ դրանցից մեկը չի։ Նրանք իրար կչեզոքացնեն, մենք կկատարենք մեր ընտրությունը։ Այ երկու ուժերը, այդ աշխարհաքաղաքական բևեռների ուժերը, եթե պայքարում են Հայաստանում, նշանակում է, որ մենք կարող ենք շահել դրանից։ Ինչ ենք շահելու, պարոն Աշակյան։ Մենք շահելու ենք, մենք կկարողանանք ինքնիշխանություն դրսևորել, այսինքն թող իրենք կռվեն մեր երկրում, իսկ մենք կկատարենք մեր ընտրությունը, օրինակ ընտրությունների ժամանակ։ Դրանով մեր իշխանությունը, իր լեգիտիմությունը, Հայաստանը իր ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում, չի վտանգում։ Հայաստանի ինքնիշխանությունը ընդհանրապես անընդհատ վտանգի տակ է, օրենքով էլ է վտանգի տակ։ Մենք մտածենք մի կազմակերպության մեջ, օրինակ Մաքսային միության, Եվրազիական միության, ՕԴԿԲ-ի, ՍՆԳ-ի մեջ, որոնք պարտադիր սահմանափակում են մեր ինքնիշխանությունը։ Պարտադիր սահմանափակում են։ Հիմա մեր խնդիրն է դուրս գալ այդ սահմանափակումներից ու հենց ձեր ասած այդ արտաքին միջամտությունը հենց դրա մասին է։ Նրանք ցանկանում են Հայաստանը պահպանել, պահել անազատության մեջ։ Անազատության մեջ է Հայաստանը այսօր։ Լուրջ վճիռներ չեն կարողանում կայացնել, նույնիսկ սահմանները չեն կարողանում նշել եւ պաշտպանել։ Որ երկրի կողմից է այդ վտանգները գալիս, հիմա Հայաստանը այս ամենը բացատրում է, որ հիբրիդային պատերազմի, հիբրիդային հարձակումների վտանգ կա եւ ըստ էության դիմել են պաշտպանելու համար Հայաստանում հիբրիդային հարձակումներից եւ ժողովրդավարությունը նաեւ պաշտպանել այդ ամենից։ Այո, ժողովրդավարական երկրները դրանք Եվրոմիության երկրներն են։ Մենք արդեն օրենք ունենք, Եվրոմիությանը դիմել ենք։ Մեր մոտ օրենք կա, որ մենք գնում ենք Եվրոմիության հետ սերտ հարաբերությունների, այդպես ասեմ, եւ ժողովրդավարական ենք ուզում ավելի ժողովրդավարական դարձնել մեր երկիրը, բայց դա դուր չի գալիս բռնապետություններին, ես կասեի օրինակ Տաջիկստանի ղեկավարությամբ կամ Բելոռուսի ղեկավարությամբ կա բռնապետությունների միություն։ Ես Տաջիկստանը երևի չէ Բելոռուսից ասենք այ բնական կարգով Բելոռուսը չի ուզում, որ Հայաստանը ազատ լինի, ուզում է լինի իր նման, ուրեմն մենք շատ ճիշտ ենք արել, որ դիմել ենք ազատ երկրներին,
օգնություն են խնդրել, նրանք էլ կտան այդ օգնությունը, քանի որ իմ կարծիքով նրանք շատ ավելի ուժեղ են ժողովրդավարական երկրները, ուրեմն մեր մոտ կհաղթի ժողովրդավարությունը։ Մանավանդ մենք ուզում ենք, որ ժողովրդավարությունը հաղթի, ժողովրդավարական ուժերը հաղթեն։ Ես կարծում եմ, որ ճիշտը կլիներ, որ մենք հենց դիմեինք այդ երկրներին սահմանված կարգով, արտաքին գործերի նախարարությունը նոտաներով դիմեր այդ երկրներին, որոնք որ միջամտում են մեր ներքին գործերին։ Դիմեինք նրանց, ասենք, որ մի միջամտեք, օրինակ Ռուսաստանի Ֆեդերացիային, ասենք, ձեր ագենտներին, շահերի, լրատվական ագենտներին, օրինակ, Սպուտնիկ եւ այլն, դրանց փակեք, հեռուստատեսային կանալները փակեին, մենք անջատեինք, լրատվական են կայքերը, լրատվական միջոցները, որոնք որ ակնհայտորեն ֆինանսավորում եւ աջակցություն են ստանում Ռուսաստանի կողմից, նրանց փակեինք, զրկեինք լիցենզիայից, այստեղ գործելու իրավունքից եւ նրանց դաշնակիցներից հասկանալի է։ Մենք ինքներս անեինք, եթե դիմադրություն կլիներ, նոր կհրավիրեինք Եվրոմիությանը։ Մենք դա չենք անում։ Ես կուզենայի, որ մենք անեինք ու մեր գործին խնդրեինք, որ մեզ օգնեին։ Պարոն Արշակյան, դուք ըստ էության չեք տեսնում նաև ազդեցություն կամ միջամտություն եվրոպական երկրների կողմից, ԵՄ-ի կողմից, մասնավորապես Հայաստանի ներքին գործերին, ընդհանրապես այս ներքին գործընթացներին։ Այո, տեսնում եմ եւ ողջունում եմ դա։ Մենք օրենք ունենք Եվրոմիության հետ գործակցելու, համագործակցելու Եվրոմիության կարևոր պետությունների հետ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ, Եվրոմիությունից դուրս արևմտյան երկրների Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք ունենք այդպիսի քաղաքական համագործակցության պայմանավորվածություններ եւ պայմանագրեր, ուրեմն մենք նրանց հրավիրել ենք։ Մենք նրանց նույնիսկ եթե այսպես ասեմ, եթե մենք չհրավիրեինք, միևնույն է նրանք գալու էին, բայց լավ է որ մենք ենք հրավիրել։ Ըստ էության այստեղ խզում չկա այն հայտարարության մեջ իշխանությունների հայտարարած, որ մենք գնում ենք բալանսավորման արտաքին քաղաքականության, մենք բալանսավորված քաղաքականություն ենք տանում, Փաշինյանը նաև ասաց, որ Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները խորացնել։ Հա, իհարկե պետք է խորացնել, բայց գործընկերային հարաբերությունների մասին խոսքը, սրանք գործընկերային չեն, սրանք հիբրիդային պատերազմ, որ ասում ենք, դա նվաճողական քաղաքականություն է, այսինքն նրանք ոչ թե մեզ ընկալում են որպես գործընկեր, այլ ընկալում են որպես նվաճման ենթակա երկիր, այսինքն դա կոչվում է գաղութացման ծրագիր է դա, նվաճելու խնդիր է դրված, դա արդեն բալանսից դուրս է։ Ես ընդհանրապես դեմ եմ բալանսավորմանը, հարկավոր է հավասարակշռված քաղաքականություն ընդհանրապես վարել, այլ քաղաքականություն չի կարելի վարել, բայց երբ որ մենք մեր ազատությունն ենք դնում բալանսի վրա, մեր ժողովրդավարությունն ենք դնում բալանսի վրա, մի օր ժողովրդավարական լինենք, մի օր տոտալիտար, ես դա համարում եմ ոչ ճիշտ։ Ու կուզենայի, որ ավելի ճիշտ եւ ավելի շիտակ լիներ մեր քաղաքականությունը, անկախության ժողովրդավարության հարցերում բալանսավորում չկա, միանշանակ է ինքնիշխանություն եւ ժողովրդավարություն, իսկ մնացած հարցերում կարելի է բալանսավորել, հավասարակշռել առևտրատնտեսական հարցերում եւ այլն, կան մշակութային հարցերում կարելի է այդ բալանսը պահել, իսկ անկախության եւ ժողովրդավարության հարցում չի կարող լինել բալանսավորություն, միանշանակ պետք է լինի ազատ կամքի դրսևորումը Հայաստանի քաղաքացիների։ Դուք Բելարուսի օրինակը բերեցիք, իշխանությունները բաց տեքստով չեն ասում, թե որտեղից է այդ հիբրիդային հարձակումների վտանգները, բայց նշում են, որ կան որոշակի երկրներ, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն, ազատ ընտրություններ։ Արդյոք այս հիբրիդային հարձակմանը կարող են լինել հենց Ռուսաստանից։ Չէ, ոչ թե կարող են լինել, Ռուսաստանը ղեկավարում է այդ հարձակումները։ Ռուսաստանի արբանյակներն են, ես որ Բելարուս ու Տաջիկստան եմ ասում, նրանք արբանյակ են, նրանք ուղեկցող ուժեր են, նրանց առանձնապես չի էլ հետաքրքրում Հայաստանը, բայց համերաշխելով Ռուսաստանի հետ, աջակցելով Ռուսաստանին, նրանք նույնպես միջամտում են մեր ներքին գործերին,
Օրինակ Բելոռուսը բավական ակտիվորեն, օրինակ ռազմական աջակցություն է ցույց տալիս մեր հակառակորդին, ինչպես նաև Ռուսաստանը։ Իհարկե Ռուսաստանն է գլխավորը։ Ընդհանրապես այս տարածաշրջանում այդ բոլոր կազմակերպությունները Եվրազիական միություն, Մաքսային միություն, SNG, ODKP, դրանք բոլորը Ռուսաստանը եւ իր արբանյակները։ Հիմա մենք ուզում ենք արբանյակի կարգավիճակից դուրս գալ։ Ռուսաստանը բնական է չի թողնում, չի ուզում որ դուրս գանք, բայց Ռուսաստանի ուզելով չի, որովհետեւ բացի մեզանից Հայաստանի անկախությունը եւ ժողովրդավարությունը ցանկալի է նաեւ Եվրոմիության եւ Արևմուտքի համար։ Այսինքն մենք այստեղ այլ ընտրանք ունենք, ընտրելու հնարավորություն ունենք, լինել բռնապետների հետ, թե լինել ժողովրդավարների հետ։ Ու շատ լավ է, որ ժողովրդավարական երկրները խոստացան աջակցել մեզ։ Դա ոչ թե մեզ էր հասցեագրված, այլ հասցեագրված էր նվաճողին, խանգարողին, այսինքն նրան ասացին Ռուսաստանին եւ իր դաշնակիցներին, որ մեր հետ գործ ունեք, մենք կխանգարենք ձեզ Հայաստանում։ Դա էր։ Բոլոր դեպքերում, երբ ասում եք դուրս գանք ռուսական ազդեցության միություններից, ընդհանուր առմամբ եւ գնանք ԵՄ, խնդիրը այստեղ չի դրված ինքնիշխանության վնասման, որովհետև մի տեղից մենք դուրս են գալի եւ գնում մեկ այլ երկրի ազդեցության տակ։ Երկու պատճառ ունենք մենք այդպես անելու։ Առաջինը, որ կա կամք, քաղաքացիների հանձնարարությունը կա, պարտադրանքը կա դա անելու։ Մեր քաղաքացիները մի տարի առաջ հանձնարարեցին իշխանություններին Եվրահան քվեի մասին է խոսքը։ Բայց դա ամբողջ քաղաքացիները չէ, մի հատվածն էր միայն այդ։ Անհրաժեշտ եւ բավարար քանակություն էր դա։ Անհրաժեշտությունը եղել է 1991 թվականի սեպտեմբերին անհրաժեշտ 99%-ը մասնակիցների արդեն դա ասել է։ Մենք ունենք մանդատ, մենք իրավունք ունենք։ Հայաստանի քաղաքացիները անկախությունը ընտրել են, հանձնարարել են իշխանություններին մնալ անկախ եւ ազատ երկիր։ Դա արդեն մենք ունենք։ Լրացուցիչ մի տարի առաջ մեր քաղաքացիները անհրաժեշտ 60,000 ստորագրությունը հավաքեցին եւ պնդեցին ու հաստատեցին, որ գնում են դեպի ժողովրդավարություն եւ Եվրոպա, այսինքն համաձայն են մեր քաղաքացիները եվրոպական ազդեցություն լինի Հայաստանում։ Բայց դա արդյոք ամբողջ ժողովրդի կամ արտահայտությունն է ներկայացնում։ 3 միլիոն բնակչությունից 2.5 միլիոնը ասել է, որ այո, ուզում ենք դուրս գալ։ Տեսեք, դուք ասում եք, արդյոք դա ամբողջն է, բոլոր քաղաքացիները 2 միլիոն 470,000 քաղաքացի ասել է ուզում ենք դուրս գալ SNG-ից, SSR-ից, Եվրազիական միությունից եւ այլն։ 10,040 հոգի չի ուզեցել դուրս գալ։ Հիմա մենք թվաբանությունը հայտնի է 2.5 միլիոնը եւ 15,000-ը։ Դա հիմա ամբողջ է թե ամբողջ է, իսկ վերջում էլ անհրաժեշտ 60,000-ը եվրոպական կողմնորոշում ունեցողները 60,000 ստորագրություն հավաքել են, ասիական կողմնորոշում ունեցողները թող 60,000 չէ, 6,000 հավաքեն։ Այսինքն ամբողջը եւ անբավարարը մենք թվաբանությունով կարող ենք որոշել 2.5 միլիոնը մի կողմում է, մյուս կողմում 10,000-ը 60,000-ը մի կողմում է, 0-ն մյուս կողմում է, 0 քանակությունը, այ որ ասում ենք արդյոք ամբողջն է, չէ, ասում եմ ամբողջը չի, անհրաժեշտ բավարար քանակն է 60,000-ը, օրենքով սահմանված կարգով։ Եվ դարձյալ վերադառնալով հիբրիդային հարձակումներին, ընդդիմությունը կասկածներ ունի, որ իշխանությունը ԵՄ-ից հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու անվան տակ ստացած գումարը օգտագործելու է բացառապես իրենց պախարակելու համար։ Ըստ ձեզ, արդյոք այս ամենը ընդդիմադիրներին է ուղղված չեզոքացնելու նրանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Այն ընդդիմությունը, ուզում եք ճակերտների մեջ վերցնենք, ովքեր որ իրենց համարում են արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին, այսինքն նրանք արտաքին միջամտության շահերի ներկայացուցիչն են, այո, նրանք ճիշտ են նկատել, դա իրենց դեմ է։ Դա օգտագործվելու է իրենց դեմ, որտեղ եթե իրենք արտաքին միջամտությունն են, իդեմս ընդդիմության արտաքին միջամտություն ունենք մենք, նրանք անպայման պետք է անհանգստանան ու դա իրենց դեմ է։ Իրենք անպայման կորուստներ կունենան ու կփակվեն կվերանան Հայաստանում
պայքարը հենց իրենց դեմ է, եթե իրենք արտաքին միջամտություն ունեն, որպես քաղաքական կազմակերպություն, որպես բլոգեր, որպես հասարակական գործիչ, որպես մասսավիկ զատեյնիկ, նրանք անպայման հարվածի տակ են լինելու։ Դուք որ ընդդիմադիր ուժերին նկատի ունեք, ձեր ճակերտավոր ասած ընդդիմադիրները։ Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերին եւ ազգային ժողովից դուրս գործող քաղաքական ուժերին, ովքեր որ աջակցում են արտաքին միջամտությանը, բռնապետություններին աջակցում են, նրանք այո, ես կարծում եմ, որ նրանց համար վատ օրեր են սպասվում։ Այսինքն ըստ էության ձեր ասածից ստացվում է, որ դուք կարծում եք, որ Հայաստանի իշխանությունները գնալու է Մոլդովայի սցենարով եւ որոշ կուսակցությունների խորհրդարանական ընտրություններից առաջ չի գրանցելու, նրանց մասնակցությունը թույլ չի տալու ընտրություններին։ Արտաքին ազդեցությունը ներկրող Հայաստան բերող ուժերը պետք է փակվեն, արգելվեն եւ պատժվեն։ Իմ համոզմունքն է, ես կոչ եմ անում իշխանությանը խիստ լինել արտաքին միջամտության դեմ, կոչ եմ անում, որ խիստ լինեն, փակեն, արգելեն ընտրություններից առաջ, ընտրություններից հետո բոլոր հենց հայտնաբերեցին, պետք է փակեն, արտաքին միջամտությունը արգելված է Հայաստանում։ Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք եվրոպական կողմնորոշում ունեն, դրանք արտաքին ազդեցության կուսակցություններ չեն։ Նրանք կատարում են մեր քաղաքացիների կամքը։ Մեր քաղաքացիները հանձնարարել են քաղաքական ուժերին գնալ դեպի Եվրոպա։ Այսինքն դա օրինական է եւ լեգիտիմ։ Օրինական է եւ լեգիտիմ։ Մենք ունենք այդպիսի օրենք՝ գնալ դեպի Եվրոմիություն։ Ուրեմն այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունները, ովքեր որ հավատարիմ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներին, նրանք ազատորեն կարող են Հայաստանում գործել։ Դա է մեր ժողովրդի կամքը։ Արդյոք Հայաստանը կգնա այդ քայլին, թե սա միայն արտաքին հարաբերությունների մենյուին ավելացնող ինչ-որ կետեր օրենք ընդունել, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին։ Ուրեմն իշխանությունը երկու կրակի արանք է, մեկը Եվրոմիությունն է ուզում, որ Հայաստանը մոտ լինի իրեն, մյուսը Հայաստանի քաղաքացիներն են իշխանությանը ճնշում, առաջարկում, խնդրում, պարտադրում, որ լինի Եվրոմիության հետ, այսինքն պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինքը ժողովրդի կամքն է կատարելու, Եվրոմիության առաջարկին է ընդառաջ գնալու, թե մնալու է օդի մեջ կախված, ոչ մեզ, ոչ ձեզ։ Որն է ընտրելու ձեզ։ Ես հույս ունեմ, որ կընտրի եվրոպական ծրագիրը, ազատությունների ծրագիրը, անկախությունը եւ ժողովրդավարությունը։ Իշխանության պետական, վարչական, ուժային ռեսուրսները բավարար չեն իրենց վերարտադրությունն ապահովելու համար, որ հենց Մոլդովայի օրինակով են միջամտություն խնդրում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար։ Սա ընդդիմադիրների կողմից որակվեց որպես դրսից մարդ բերելու քայլ։ Դուք այդպես համարում եք։ Համարում եմ, դրսից այո հրավիրեցինք մեր դաշնակիցներին, մեր հակառակորդները մեր տարածքում իրենց սանձարձակ են պահում։ Այդ սանձելու համար մենք հրավիրեցինք մեր դաշնակիցներին, ազատության եւ ժողովրդավարության կողմնակիցներին։ Մեկ այլ թեմայի էլ անդրադառնանք, երեք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ թող օրինակ բերեն, որ ՌԴ-ն դավաճանել է վաղեմի ընկերոջը կամ դաշնակցի։ Հայաստանում տարբեր շրջանակներ արձագանքելով այս հայտարարությանը օրինակ են բերում, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին։ Դուք այդպես համարում եք։ 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանը Թուրքիայի հետ, Հայաստանի թշնամու հետ ունի բարեկամության, եղբայրության, աջակցության պայմանագիր։ Այդ պայմանագիրը առ այսօր գործում է։ Ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն հատուկ պայմանագիր, դա գործում է։ Վերջինը Ռուսաստանին հանձնված, Ռուսաստանի զինված ուժերին հանձնված անվտանգության տարածքը Արցախը, Նագորնի Ղարաբաղը, որ հանձնված էր Ռուսաստանին որպես դաշնակցի, որպես անվտանգության երաշխավորի,
Արցախը դատարկվեց ռուսական բանակի հսկողության տակ։ Ես կարծում եմ, որ դավաճանությունը պոզով փոչով չի լինում։ Ղարսը, Արդահանը, Վանը, Նախիջևանը եւ Նագորնի Ղարաբաղը մենք հանձնել էինք Ռուսաստանին ի պահ։ Ռուսաստանը դա հանձնել է Թուրքիային։ Դավաճանությունը ուրիշ ձևով չգիտեմ ոնց է լինում։ Ռուսաստանից այս ամենին արձագանքելով ասում են, որ Հայաստանին դավաճանել է ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիությունը։ Ես կարծում եմ, որ Եվրամիությունը չի պաշտպանել Հայաստանին։ Այ հիմա մենք փորձում ենք Եվրամիությանը հրավիրենք հենց սկզբից։ Պատասխանատվություն ունենա Եվրամիությունը, որ պաշտպանի, որտեղ Ռուսաստանը մեզ դավաճանելու է, դավաճանում է, ոչ դավաճանություն բառը դա կենցաղային է։ Ռուսաստանը ունի շահեր, այդ շահերը համընկնում են այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ։ Մեր շահերը եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Մենք պետք է դա իմանանք եւ զգուշանանք։ Ռուսաստանի շահերը հիմա համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ։ Նա իր շահերն է հետապնդում։ Իսկ դավաճանությունը թող տանեն իրենց կենցաղում օգտագործեն եւ Լավրովները եւ Կալուգինները։ Նույն Ռուսաստանից նշում են, որ ճակատագրական պահին ըստ էության ասում են Հայաստանը իրենց լքել է, գցել է այսպես ասած եւ անցել է իրենց թշնամի երկրների կողմը։ Դա կարծում եմ էժան կենցաղավարություն է։ Կան պետական պայմանավորվածություններ, միջպետական հարաբերություններ։ Միջպետական հարաբերություններում Ռուսաստանը լքել է Հայաստանին, անցել է Հայաստանի հակառակորդի կողմը 1920 թվականին ռազմական օկուպացիայի է ենթարկել, անեքսիայի եւ օկուպացիայի է ենթարկել գոյություն ունեցող միջազգայինորեն ճանաչված հայկական պետությունը Թուրքիայի Հանրապետության հետ միասին։ Բոլորովին վերջերս 2020 թվականին Ռուսաստանը Նագորնի Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, այսինքն հանձնածը հաստատել է, նա վաղուց էր հանձնել։